Եղել են իհարկե, պարոն Սարգսյան, ես տեսել եմ օրինակ ահագին տեղ մարդիկ բաժը մոռացել էին կախեին բզերից։ Հա, մի տատիկ դուրս գալուց ծրարի մեջ էր խցկում այդ քվեաթեշտի գանին, ինչ քվեախցում դիրինն։ Խախտում է մի բան է, կազմակերպված ընտրակեղծարարությունը, լցոնումները, ուրեմն դիտոր ծեծելը, վստահվածան ծեծելը, ինչպիսին եղել են ծեր, շտաբի պետ եղած ժամանակներից սկսած, երբ որ Քոչարյանին եք սպասարկել 2098 թիվ, մասնակցել եք էլի, ոչ թե ուղիղ սպասարկել եք, հա, 2003, հետո 2008 թիվ, հետո 2013 եւ այլն, 2017 այդ ծեվի բաներ չեն եղել, եթե եղել են շատ կուզենք տեսնել։ Եվ ընդհանրապես առաջ անցնելով ասեմ, որ ես երևի բանը այն բացառիկ մարդկանցից եմ, որ կուսակցությունների մեջ չէ, կուսակցությունների հետ չէ, բայց շատ կուզեմ, որ վերաքվեարկություն որոշի սահմանադրական դատարանը։ Իմ արկածախնդիր հոգին այդպիսի բան է ուզում, ընկերներ։ Թող մի հատ վերաքվեարկություն նշանակի ամբողջ երկրով մեկ, հա, որոշումը պետք է կայացնի ամսի 19-ից հետո 15 օրյա ժամկետում։ Այսինքն 14-ին հրապարակվում են վերջնական արդյունքները, ընդդիմությունը 5 օր ունի որոշելու դիմել սահմանադրական դատարան, թե չդիմել, 14, 15, 16, 17, 18, 19, մինչև շաբաթ օրը պիտի որոշի դիմել, եթե դիմում է ամսի 19-ից հետո 15 օրում, դա հուլիսի 4-ն է, սահմանադրական դատարանը պիտի վճիռ կայացնի այդ դիմումների հետ կապված, չեղարկել քվեարկության արդյունքները, նոր քվեարկություն նշանակել, առավել ևս համարել, թե ընտրությունները չեն կայացած, նոր ընտրություն նշանակել, սրանց տարբերությունը 3 բացատրել եմ, հիմա նորից չբացատրեմ, այնպես որ պարոն Սարգսյանը լավ կլինի կենտրոնանա իր դատական process-ի վրա, որտեղ ինքը մեղադրյալ է եւ չգիտենք դեռ ինչքան է քաշելու էս խմորը, էլի, հա, պարոն Փաշինյան, դատարան, բան չկրկնեմ, էլի, այդպես շարունակ, 8 տարի ասել ենք, էլ նորից չկրկնենք։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։